2026 թվականը Նինոց Մինդայի մշակույթի տան Փարվանա եւ Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի ծաղկազարդ համույթների համար սկսվեց ակտիվ գործունեությամբ։ Վերոնշյալ համույթների ղեկավար Լուսինե Մզիկյանի սաների եւ նրանց ծնողների նվիրական վերաբերմունքի արդյունքում երեխաները փառատոններով հանդես են գալիս ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Տարեսկզբյան առաջին փառատոնը Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում էր, որտեղ բացի ելույթից երեխաներն ունեցան նաեւ հետաքրքիր էքսկուրսիա Մայրաթորի թանգարաններ։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալություն, որ չեք անտեսում մեր աշխատանքը, միշտ հեռարձակում եք։ Դա շատ գովելի է եւ շատ պահանջված է մեզ համար, որովհետեւ պետք է որ յուրաքանչյուր մեր Նինոց Մինդայի բնակի ջավախկայությունը եւ մնացած տարածաշրջանում ակտիվ լինեն մեր մշակույթի գործունեության համար։ Իսկ ինչ վերաբերում է թե երբ ենք սկսել ծաղկազարդ համույթը Ռաֆայել Ջավախ, դա դպրոցական ծրագրով է, հենց հունվարի 15-ից սկսել ենք աշխատել, իսկ Փարվանան փետրվարի 1-ից 1 ամիս է եւ առաջի հրավերը ստացել ենք Էջմիածին, մարտի 7-ին ենք մասնակցել, փառատոնը դա կապված էր կանանց միջազգային օրվա կապակցությամբ, պարային փառատոներ, ազատ ոչ մրցույթային, նշեմ, որ մրցույթային փառատոները դրանք լինում են տարի 1 կամ 2 անգամ, որտեղ պարգևատրվում են առաջի, երկրորդ տեղեր, իսկ մնացած փառատոնները ամեն փառատոն ունի իր նշանակությունը, իր բովանդակությունը եւ պարգևատրվում է ըստ այն։ Երկու համույթներն էլ շատ պատվով են ելույթ գալիս, այնտեղ շատ լավ են ընդունում Ջավախքի մեր մշակույթը, ջավախքյան պարերը։ Հիմնականում իմ գործունեությունը դա ազգագրական պարերն են, ավանդական պարերն են եւ հայկական եւ վրացական պարերը։ Իմ հետ նաեւ աշխատում է Ֆիալա Բաբոյանը, պարուսույցը, եւ ներկայացնելուց ներկայացնում ենք մերը, թե հայկական, թե վրացական պարերը։ Բացի փառատոնից ունեցանք փոքրիկ էքսկուրսիա եկեղեցիները, Մեսրոպ Մաշտոցի թանգարանը, որը երեխաների համար շատ հետաքրքիր էր, երեխաներ կային որ առաջի անգամ էին այնտեղ։ Բացի պարից յուրաքանչյուր երեխայի համար կարևոր է զարգացնել գեղարվեստական ճաշակ արվեստի նկատմամբ։ Այցելելով պատկերասրահներ, թանգարաններ, երեխան կճանաչի աշխարհը, նրա առջև կբացվեն բնության գույները, արվեստի նրբությունները, որոնք ներկայացվում են տարբեր ձևաչափերով։ Հանուր առմամբ պետք են այս փառատոները, ճիշտ է, մի քիչ ֆինանսական խնդիրներ են, բայց ամենայն դեպս մինչև չշփվեն, դուրս չգան մեծ բեմեր, մեծ քաղաքներ, չեն կարող կայունանալ, չեն կարող ճիշտ պարել, ճիշտ ելույթ ունենալ, ճիշտ բեմ դուրս գալ, այդ ամեն ինչը սովորում են փառատոններից։ Խնդրեմ, սա է մեր պարի սենյակը, որտեղ ինչքան էլ ուզում ես աշխատես, ինչքան էլ ուզենաս դու ճիշտ ուղղությունը ցուցաբերես, ճիշտ պարապմունքներ, միևնույն է, բեմը, հասարակությունը, մնացած համույթները, շփումը, դա ուրիշ ձևի դաստիարակություն է, որը մեր ծնողները շատ ակտիվ են, շատ շնորհակալ եմ իրենցից, շատ են նվիրված երեխաներին, շատ են նվիրված մշակույթին, երեխա կա, որ 3-4 տեղ է մասնակցում պարապմունքների եւ ոչ մի տեղ ոչ մի բացակայություն եւ մեծ սիրով տրամադրում են ծնողները, ինչ եմ ուզում ասել, հիմա ծնողները պատրաստ են ամեն ինչ անել երեխաների համար, ամեն ինչ, ուղղակի թերանում են երեխաները իրենք, ծուլանում են, հոգնում են, բայց ծնողը դե պատկերացեք մեր ժամանակներում չկար այդ ամենը, իսկ հիմա այդ ամենը երեխաները պատրաստում են, ծնողները աշխատում են, ուղղակի մի քիչ երեխաներն են թերանում, երևի դա մտածում եմ, որ այդպես պետք է լինի, բայց որ սիրելի երեխաներ, սիրելի սաներ, ես ուղղում եմ ձեզ, գնահատեք ձեր ծնողների աշխատանքը, գնահատեք ձեր ծնողների վերաբերմունք, ուշադրությունը եւ ցանկացած պարապմունքի, ցանկացած խմբակներում եղեք ակտիվ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել կանանց միամսյակը, ինչ կարող եմ ցանկանալ կանանց շատ բան կարելի է ցանկանալ, առաջի երթին ես ցանկանում եմ ամբողջ աշխարհին խաղաղություն, այո այսօր մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ դեռ երեխաները չգիտեն
պատերազմ, չգիտեմ, այդ անհանգստությունը, որտեղ ապրում ենք խաղաղ երկնքի տակ եւ այսօր ունենք այդ հնարավորությունները, որ կարող ենք պետությունից պետություն դուրս գալ, դա Աստված մինչև վերջ այդպես մնա։ Այս կանանց ցանկանում եմ, որ ամեն մեկ ունենա իր անձնական երջանկությունը, ունենա իր սեփական ծաղիկը, իր սրտում, իր հոգում եւ եղեք սիրված եւ սիրելի։ Այսօրվա տվյալներով մեր շրջանում շատ քիչ երեխաներ կան, որ բացի դպրոցից չունեն այլ զբաղվածություն։ Մեծ մասը հաճախում են տարբեր խմբակների, ու այսօրվա դրությամբ մեր առջև կառուցվում է կայուն ու զարգացած սերունդ, որի կարիքն ունի յուրաքանչյուր պետություն։